Ողջույն բոլորիդ, այսօրվա մենյուս ուզում եմ դուք էլ ծանոթանաք, հրաշք մենյու եմ որոշել, իհարկե ես այս իմ ընտրած միրգ բանջարեղեններից ամեն մեկից կես մասն եմ օգտագործելու և ուզում եմ նաև ավելացնել քրքում, որը որ շատ օգտակար է, խորհուրդ կտամ, որ ամեն առավոտ առաջնահերթությունը տաք այսպիսի միացություններին, այսպիսի սիրուն փունջ հավաքեք և ձեր նախաճաշը լինի մոտավորապես այսպիսի թարմություններով, հետևենք մեր առողջությանը, որպեսզի երբ որ մի քիչ մեր տարիքը մեծանում է, ինչ-որ խնդիրներ են սկսվում, որ չկանգնենք այդ խնդիրների առջև։ Այսօր շատ հրաշալի արևոտ օր է մեր մոտ, շատ եմ սիրում լոռին, սկսած այն պահից, որ ես վերադարձել եմ Լոռու մարզ, կոնկրետ սկսել եմ զբաղվել իմ առողջությամբ և փառք Աստծո բավականին առաջընթաց ունեմ, երբ որ ես Երևանում էի, այսպես ասեմ, շատ վատ է, բայց Երևանում թթվածնի քաղց էի զգում, իսկ այստեղ մի հրաշք օդ է, ուղղակի եմ, որ ես ոչ թե շնչում եմ, այլ կարելի է ասած ամբողջ մարմնով վայելում եմ Լոռվա մաքուր թթվածինը և իհարկե Լոռվա միրգ ու բանջարեղենը, որը որ էկոլոգիապես մաքուր ու ավելի համեղ է, ավելի ընտիր է, դե իհարկե ես կարծում եմ նարինջն ու բանանը միգուցեև Լոռվա աճեցրած չի, չնայած ասում են, որ հիմա Լոռիում բանան էլ են աճեցնում, ես կճշտեմ դա և ձեզ էլ կասեմ, մի խոսքով թթվածնով հարուստ օդ, առողջ շատ բարձր որակի կաթնամթերք, բարձր որակի միրգ բանջարեղեն, այսպես է անցնում իմ առօրյան Լոռիում, եղեք առողջ, պահեք ձեր առողջությունը և հետևեք այս էջին, որպեսզի ավելի հետաքրքիր ռոլիկներ տեսնեք, հետաքրքիր վիդեոներ տեսնեք, պակա, այսօր այսքանը։